Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով ծածկում եմ յուրաքանչյուրիս, թող Տիրոջ ողորմությունը, շնորհը, լույսը, խաղաղությունը, գթությունը, սերը լցվի մեր սրտերի մեջ, թող մեր սրտերը ներող սրտեր դառնան, թող մեր սրտերը սիրող սրտեր դառնան, սիրենք անարժաններին, որտեղ Աստված էլ մեզ սիրեց, որտեղ մենք ինքներս անարժան ենք, ներենք անարժաններին, որտեղ Աստված էլ մեզ երբ դեռ մենք չէինք էլ ապաշխարել, Հիսուսի անունով օրհնում եմ ամենքիս։ Բ օրինաց 6-րդ գլխի 6-ից 9 խոսքում Աստված ասում է. Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն, դրանք կրկին սովորեցրու քո որդիներին, խոսիր դրանց մասին քո տանը, նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս եւ վեր կենալիս, դրանք որպես նշան կապիր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև, դրանք նաև գրիր քո տան դրանդիրների վրա եւ քո դռների վրա։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթում եմ յուրաքանչյուրիս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, լսողների, նրանց ընտանիքի եւ մեր գերդաստանների համար, մեր հայ ազգի յուրաքանչյուր անհատի համար, որ քո այս սուրբ խոսքերը ճիշտ հասկանանք ու չընկնենք օրենսպաշտության մեջ ու քո խոսքերը միայն անգիր չսովորենք առանց հասկանալու կամ առանց դրանք կիրառելու, հայր մերը թութակի պես չասենք ու չհասկանանք ու անեծք չբերենք մեր վրա, այլ թույլ տանք, որ քո խոսքերը մխրճվեն մեր սրտերի մեջ, մեր մտքերը արձակեն, մեր հասկացողության աչքերը բացեն ու փոխեն մեզ, փոխապկերպեն մեզ, որ մեր կյանքում ամեն բան մենք հնազանդեցնենք քեզ ու քո կամքին ու մաքրվենք չարիքից, որ առկա է մեր մեջ ու մեր գործերում, մեր մտքերում ու մեր խոսքերում։ Ու նաև խնդրում եմ Տեր, օգնիր մեզ մտապահել քո խոսքերը, որ կարողանանք որպես Սուրբ Հոգու սուր օգտագործել չարին հակառակվելու համար, ոնց որ դու Հիսուս արեցիր։ Օգնիր, որ մենք անընդհատ մտածենք քո խոսքերի շուրջ, խոսենք ու քննենք մեր ընտանիքի անդամների հետ, իրար քաջալերենք ու խրատենք քո խոսքով, հայտնություն ստանանք քո խոսքերից, ապրենք ըստ քո խոսքի, որ բոլորս միասին հոգևոր հասունություն ձեռք բերենք ու հաստատուն մնանք քո մեջ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնում ենք Ելք գրքին, 14-րդ գլխում մենք խոսում ենք Կարմիր ծովով ճեղքման եւ այնտեղով իսրայելցիների անցման մասին, չնայած այդ պահին չենք հասել, բայց այդ մասի շարունակությունն է։ Նախ հիշենք, թե երբ Իսրայելը տեսավ, որ Փարավոնը իր ողջ բանակի զորությամբ հետապնդում էր իրենց ու երբ ընկավ խուճապի մեջ, ինչ ասեցին Մովսեսին։ Եվ ասացին Մովսեսին. «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու, այսինչ արեցիր մեզ դուրս հանելով Եգիպտոսից»։ Իսրայելցիների վախը եւ նրանց աղաղակը Տիրոջը իմաստալից էր, սակայն Մովսեսին ուղված նրանց խոսքերը ցույց էր տալիս նրանց հավատքի կամ քիչ լինելը կամ կատարյալ բացակայությունը եւ նրանց անվստահությունը Տիրոջ հանդեպ նորից։ Ոչ մի հիմք չունեին մտածելու, որ Մովսեսը իրենց դավաճանել էր, որ Մովսեսը ծրագրել էր իրենց անապատում մեռցնել։ Վախն էր խոսում իրենց մեջ, վախը կապել էր իրենց միտքը, վախը կեղծ մտքեր էր դնում իրենց մտքում եւ իրենք հավատում էին, որ դա իրենք են մտածում եւ այդ բառերը արձակում էին Մովսեսի վրա, մեղադրելով Մովսեսին, Աստծո ծառային, Աստծո ընտրյալին։ Մովսեսը ոչինչ չէր ասել կամ չէր արել, որ կդրթեր այդ մարդկանց մտածելու, որ Մովսեսն ուզում է, որ իրենք մեռնեն անապատում։ Բայց Իսրայելի զավակները այդպես էին մտածում եւ այդ պահին ոչ մեկ նրանց միտքը չէր կարող փոխել, որովհետեւ վախը տիրել էր իրենց մտքին, իրենց հասկացողությանը, կուրացրել իրենց հասկացողությունը, կարծես կախարդել իրենց զգացմունքներն ու միտքը։ Եվ նրանք շարունակում են ասելով. «Սա այն խոսքը չէ, որ ասում էին քեզ Եգիպտոսում, թե թույլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որտեղ մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում»։
Այս մարդիկ վախից մոռացել էին, որ Եգիպտոսում աղաղակում էին Աստծուն, խնդրում էին օգնություն։ Մի շաբաթ չէր անցել այն պահից, որ դուրս էին եկել Եգիպտոսից, եւ նրանք արդեն աղավաղել էին անցյալի իրենց հիշողությունը, այսինքն չարն է այդպես վարվում, ու մոռացել էին, թե ինչ դաժան պայմաններում էին ապրում Եգիպտոսում։ Հիմա ասում են ավելի լավ էր ընդեղ մնայինք, որ ընդեղ իրանց համար ավելի լավ էր, քան իրենց վիճակը այդ պահին։ Ու գիտեք, որ իրենց վիճակը այդ պահին ամենևին էլ վատ չէր։ Իրենք ազատ էին, ստրուկ չէին, Աստծո ներկայությունն էր իրենց հետ, ամպիսյունով, կրակիսյունով գիշեր ու ցերեկ, ունեին առաջնորդ, Աստված իրենց հետ էր, բայց իրանք իրանց շրջապատում տեսնում էին թշնամիներին, եւ այդ թշնամիներին տեսնելը իրենց այս խուճապին էր մատնել, ու հիմա եւ Մովսեսին եւ Աստծուն մեղադրում էին, չտեսնելով փրկության ճանապարհը։ Եվ հիմա տեսնում ենք, թե ինչպես է Մովսեսը ժողովրդի վախին պատասխանում ոչ թե զայրույթով, ոչ թե վախով, այլ մեծ քաջությամբ ու հավատքով։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի վախեցեք, կանգնեք ձեր տեղում եւ տեսեք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որտեւ այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգիստ եղեք»։ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի վախեցեք»։ Այս պահին Մովսեսը պատկերացում անգամ չուներ, թե ինչպես էր Աստված օգնելու Իսրայելի ժողովրդին այս իրավիճակում։ Մովսեսը միայն գիտեր, որ Աստված անպայման կօգնի։ Որոշ իմաստով Մովսեսը գիտեր, որ ինքը գտնվում էր այնպիսի վատ ու անհնարին իրավիճակում, որ որպես մարդ ինքը ոչինչ չէր կարող անել, եւ Աստված անպայման կմիջամտեր։ Այսինքն, երբ մենք տեսնում ենք, որ մեր միակ օգնությունը Աստված է, մենք ավելի հավանական է, որ վստահենք Աստծուն։ Երբեմն մեզ հուսահատեցնում են փոքր բաները, այն բաները, որոնք մեր կարծիքով կարող ենք անել մեր սեփական ուժերով, այլ ոչ թե մեծ բաները, որոնք մեր կարծիքով միայն Աստված կարող է անել։ Բայց կարևորն է հիշել, թե փոքր բանում, թե մեծ բանում, Աստված մեզ միշտ էլ օգնում է, տալիս է իր զորությունը փոքր բաներում, որ կարողանանք անել, իմաստությունը, որ կարողանանք անել, համբերությունը, որ համբերատար կերպով ամեն բան անենք։ Հետո Մովսեսը ժողովրդին ասեց. «Կանգնեք ձեր տեղում»։ Մովսեսը Իսրայելի ժողովրդին ասաց. «Կանգ առեք, խուճապի մեջ սխալ որոշումներ մի կայացրեք, մի վազեք սխալ ճանապարհով, ուղղակի մի հատ կանգ առեք։ Սա հաճախ Տիրոջ ուղղորդումն է հավատացյալին ճգնաժամի ժամանակ։ Հուսահատությունը կտապալի մեզ, թույլ չի տա, որ կանգ առնենք, որ Աստծո ուղղորդությունը ստանանք, այլ կտրվենք խուճապին ու մարդկային իմաստությամբ բաներ կանենք, որ մեզ չեն օգնի, այլ կվնասեն ու կգցեն ուղիղ թշնամու գիրկը, թշնամու լարած ծուղակը։ Վախը մեզ կասի նահանջի, հանձնվիր, անհամբերությունը կասի մեզ, եթե հենց հիմա մի բան չանես, եթե հենց հիմա լուծում չգտնես, կկործանվես։ Ինքնա վստահությունը, այսինքն ինքներս մեզ վրա հույս դնելը կասի մեզ նետվիր կարմիր ծովը, նախքան դրա բացվելը, այսինքն նախքան Աստծո հրահանգը ստանալը։ Սակայն ինչպես Աստված ասաց Իսրայելին, նա հաճախ մեզ է ասում. պարզապես կանգ առ, հանդարտվիր, որպեսզի ես բացահայտեմ քեզ իմ ծրագիրը, դու լսես ու կատարես։ Մովսեսն ուրեմն ասաց իսրայելցիներին. մի վախեցեք, կանգ առեք։ Ինչու՞։ Որտև այդպես կտեսնեին Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար։ Մովսեսը չգիտեր, թե Աստված ինչ էր անելու, սակայն Մովսեսը գիտեր, թե ինչ կլինի Աստծո արածի արդյունքը, կլինի փրկությունը։ Նա գիտեր, որ Աստված կփրկի ժողովրդին, որտև Աստված խոստացել էր, եւ որ Տիրոջ թշնամիները կոչնչացվեն, որտև դա էր Աստված խոստացել։ Նա այս խոսքերով ասում է ժողովրդին. մի վախեցեք, հավատացեք Տիրոջը, վստահեք նրա խոսքին, կանգ առեք ու Տերը կպատերազմի ձեզ համար։ Որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգիստ եղեք։ Սրա հիմքում ընկած գաղափարը ենթադրում է շատ ավելին,
քան առաջին հայացքից մեզ կարող է թվալ։ Ոչ միայն այն մասին, որ իրենց հետապնդող եգիպտացիները ոչնչացվելու էին, այլ նաև հավիտենականության տեսանկյունից, որ սատանան պարտվելու է մահը, պարտվեց է մեղքը խաչի տեսակետից։ Աստված Իսրայելին տանում է կարմիր ծովով։ Աստված ասում է Մովսեսին՝ դադարիր աղոթելը եւ սկսիր գործել։ Ուրեմն կա աղոթելու ժամանակ եւ կա գործելու ժամանակ։ Մենք չենք կարող միայն աղոթել ու քայլեր չանել։ Դա հաղթանակ չի բերի ու ոչ էլ Աստված կգա մեր փոխարեն այդ քայլերը կանի։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչու ես ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ գնան։ Իսկ դու բարձրացրու գավազանդ, մեկնիր ձեռքդ ծովի վրա, ճեղքիր այն եւ Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց հետևից, եւ ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ»։ Տերն ասաց Մովսեսին. «Ինչու ես ինձ աղաղակում, ասա Իսրայելի որդիներին, որ գնան»։ Ժողովրդի առջև Մովսեսը լի էր հավատքով, իսկ Աստծո առջև նա հուսահատ աղոթքով աղաղակեց։ Սա լավ էր, քանի որ Մովսեսը պետք է վստահություն ցուցաբերեր ազգի առաջ, նրանց հավատքը խրախուսելու համար։ Աստված ասում է. «Ինչու ես ինձ աղաղակում»։ Ինչպես արդեն ասեցի, կա աղոթելու ժամանակ եւ կա գործելու ժամանակ։ Իրականում Աստծո կամքին հակառակ կարող է լինել, երբ մենք որոշակի իրավիճակներում քայլեր չենք անում կամ դադարեցնում ենք մի բան անելը եւ միայն աղոթում ենք։ Սա գործողության ժամանակ էր եւ Մովսեսը կարող էր աղոթել ճանապարհին։ Մեզ Աստծո իմաստությունն է պետք, որ մենք իմանանք, երբ աղոթենք, երբ գործենք։ Չարլզ Սպըրջենը մի այսպիսի օրինակ է բերում այս հարցում, որ քո կյանքում ասենք կա մի մեղք, որը դու շատ սիրում ես ու չես ուզում դրանից հրաժարվել, ու ասում ես. «Կաղոթեմ Աստծուն, որ ինձ օգնի»։ Աստված էլ ասում է նման մարդուն. «Ինչու ես ինձ դիմում, աղոթում, գնա հրաժարվիր քո մեղքից»։ Սա քեզ համար աղոթելու հարց չէ, այլ մի բան, որի համար պիտի ապաշխարես ու կտրես քո կյանքից ու պատերազմես դրա դեմ։ Ուրեմն կարող ես աղոթել, որ ապաշխարես, որ Աստված զորություն տա, որ պատերազմես այդ մեղքի դեմ, որպեսզի Տիրոջ ասածը կիրառես։ Այսինքն միշտ չէ, որ միայն պիտի աղոթես, կա ժամանակ, որ պիտի գործ անես եւ ընթացքում էլ աղոթես, որ քայլ առ քայլ այդ ամենը կարողանաս կատարել։ Իսկ դու բարձրացրու գավազանդ, մեկնիր ձեռքդ ծովի վրա, ճեղքիր այն եւ Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ Սրանք պարզ հրահանգներ էին, որոնք կապված էին հզոր հրաշքի հետ։ Նույն կերպ փրկության ամենամեծ հրաշքը տեղի է ունենում մեր կողմից պարզ գործողություններով։ Ինչպես Մովսեսի գավազանը իրականում հրաշք չկատարեց, այնպես էլ մենք չենք փրկում մեզ մեր արածով, այլ կապվում ենք Աստծո փրկարար զորության ու հրաշքի հետ։ Ոչ Մովսեսը, ոչ էլ նրա գավազանը չէին կարող արդյունավետ գործիք լինել այնպիսի գործում, որը կարող էր իրականացվել միայն Աստծո ամենակարողությամբ, բայց անհրաժեշտ էր, որ Մովսեսը հայտնվեր այդ հրաշքի մեջ, որպեսզի նա հեղինակություն ունենար իսրայելցիների աչքում, որպեսզի նրա վստահությունը Աստծո հանդեպ ավելի զորանար, որպեսզի իսրայելցիները տեսնեին, որ Աստված Մովսեսին ընտրել էր որպես իրենց ազատագրման գործիք։ Ասում է մեկնաբանը. «Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից, իսրայելցիների ետևից, եւ ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ»։ Հիշում եք Ելք 5:2-ում, երբ Մովսեսը առաջին անգամ գնաց փարավոնի մոտ ու ասաց, որ բաց թողնի Տիրոջ ժողովրդին, փարավոնը ասաց. «Ով է Տերը,
որ լսեմ նրա խոսքերին եւ թողնեմ Իսրայելի ժողովրդին։ Տիրոջը չեմ ճանաչում եւ Իսրայելին էլ թույլ չեմ տալիս։ Հետագա 10 պատուհասներով Աստված պատասխան տվեց Փարավոնի այս հարցին, բայց Աստված դեռ վերջնական պատասխանը չէր տվել Փարավոնին, որ նա ամբողջությամբ հասկանար ով է Տերը։ Աստված Կարմիր ծովի ճեղքման հրաշքը օգտագործեց Եգիպտոսի հետ խոսելու համար, նույնքան, որքան Իսրայելի հետ խոսելու համար, որտեվ հիշեք, Աստված ասում է, ես կփառավորվեմ նրանց միջոցով, որպեսզի Տերը իրանք իմանան, որ ես եմ Տերը։ Այսինքն ես իրենց կպատժեմ, որպեսզի իմանան ով է Տերը, ով է Աստվածը։ Սա հոգևոր կյանքի այն կողմն է, որի մասին հազվադեպ ենք մտածում, սակայն Եփեսացիներ 3 գլխի 10-ից 11-ը մեզ ասում է, որ Աստված օգտագործում է իր ժողովրդին հրեշտակային էակներին սովորացնելու համար։ Երբ Աստված մեզ ազատում է գայթակղությունից կամ ճգնաժամից, դա նույնքան վկայություն է մեր անտեսանելի հակառակորդների համար, որքան մեզ համար։ Աստված մեր կյանքի յուրաքանչյուր հաղթանակ օգտագործում է մեր անտեսանելի թշնամիներին պատմելու իր զորության եւ թույլ մարդկության մեջ եւ մարդկության միջոցով իր զորավոր գործելու կարողության մասին։ Միևնույն ժամանակ Աստվածային հրեշտակներն են տեսնում Աստծո կատարած գործերը եւ նորից հիանում Աստծով, նորից փառաբանում ու մեծարում նրան։ Կարդանք Եփեսացիներ նամակի 3 գլխի 10-ից 11 խոսքերը, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին եւ պետություններին հայտնվի Աստծո բազմատեսակ իմաստությունը, համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործվեց։ Եվ վերջին հիշեցում նորից սրտի կարծրացման մասին։ Աստված ոչ մեկի սիրտը չի կարծրացնում, եթե այդ անձը ինքը իր սիրտը նախ չկարծրացնի, եթե նա նախ չհակառակվի Աստծուն, եւ Աստված շատ հնարավորություններ է տալիս քո միտքը փոխելու ու դարձի գալու, ինչպես եւ արեց Փարավոնի հետ։ Աստծո պատիժները, Աստծո դատաստանը հնարավորություն է նույնպես մտքափոխ լինելու։ Անկամ իր դատաստանի մեջ Աստծո սերն է, Աստծո ողորմությունն է։ Եվ մենք դա տեսնում ենք իր խոսքերից, որպեսզի եգիպտացիներն իմանան ով է Տերը, որտեվ եթե դու հասկանաս ով է Տերը, դու նրա առաջ կծնկես ու հետ կդառնաս ամեն չարիքից, որ քեզ գերի ու ստրուկ ապահել ու չես ձգտի ստրկության մեջ մնալ վախերիդ պատճառով։ Այսքանը այսօր օրհնում եմ յուրաքանչյուրիդ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Ամեն։